Ուժեղ Հայաստան կուսակցության ձերբակալված անդամներից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է ու նա ազատ է արձակվել, հայտնել է կուսակցության անդամ իրավապաշտպան Գոհար Մելոյանը։ 3 հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր ընդդիմադիր Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակի 14 անդամի։ Նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու եւ ստանալու համար։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը պարզաբանել էր, որ խոսքը վերաբերում է մեր ձևով հասարակական կազմակերպության գործունեության շրջանում տեղի ունեցածին։ Մասնավորապես աշխատանքներում ներգրավված անձինք ստացել են աշխատավարձ, որը փաստաբանի դիտարկմամբ չի եղել պայմանագրային կամ գրանցված, ինչն էլ ստիպել է գերատեսչությանը մտածել, որ դա ընտրակաշառք է։ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, Ստամբուլում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչ օրս մեր հայրենակիցներից շատերը անհետ կորած են։ Մեջբերում նրանց ճակատագրերը եւս պետք է պարզվեն։ Մեջբերման ավարտը։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը այս կարևոր հարցը բարձրացրել է խոսելով խաղաղության համաձայնագրի մասին, որը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջնական վստահություն հաստատելու համար մարդասիրական այս կարևոր հարցը պետք է լուծում ստանա։ Սիմոնյանը կարևորել է Հայաստանում հաստատված խաղաղությունը եւ Թուրքիային հրավիրել միանալու այդ գործընթացին։ Իր ելույթում շեշտել է. «Մեջբերում այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Մեջբերման ավարտը։ Thank you very much, Mr. Speaker, for your statement. Մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային ժողովի նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը Ստամբուլում միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կողմերը ենթադրաբար կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, հնարավոր է անդրադարձ նաեւ խաղաղության համաձայնագրին։ Հայաստանի խորհրդարանի նախագահը մինչ այս հանդիպել էր Թուրքիայի խորհրդարանի իր գործընկերոջը։ Լիբանանում ուժի մեջ է մտել Իսրայելի հետ 10-օրյա հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենց զորքերը դուրս չեն գա Լիբանանից, պահպանելով ընդլայնված անվտանգության գոտին, որը ձգվում է Միջերկրական ծովից մինչև Սիրիայի սահման։ Իրանը ողջունել է Լիբանանում հրադադարը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա ընդգծել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմաններից մեկն էր։ Մինչ այս մամուլում լուրեր էին պտտվել, թե Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հրաժարվել է խոսել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Լիբանանի պաշտոնյաներն Իսրայելին եւ ԱՄՆ-ին ասել էին, որ հետագա բանակցություններ չեն վարի, մինչև Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև հրադադարի հասնելը։ Հրադադարի լուրը հաստատել են նաև Հեզբոլլահից։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ զինադադարի պահպանումը կախված է Իսրայելի ռազմական գործողությունների բոլոր ձևերի դադարեցումից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հեզբոլլահը կպահպանի հրադադարը։ Truth Social-ի իր էջում նա գրել է. «Մեջբերում դա հիանալի պահ կլինի նրանց համար, վերջ սպանություններին, պետք է վերջապես խաղաղություն լինի»։ Մեջբերման ավարտը։ Թրամփը նաև հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը պետք է շատ շուտով ավարտվի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին, հավելելով, որ վստահ չէ, որ հրադադարը պետք է երկարաձգվի։ Նախագահը նշել է, որ եթե համաձայնություն չլինի, ապա մարտական գործողությունները կվերսկսվեն։ Թրամփը սակայն ժամկետների մասին չի խոսել։